Նիհա, ես Դավիթն եմ, բարի գալուստ էլեկտրոմեքենայի աշխարհ։ Ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք, այսօր ձեզ համար էքսկլյուզիվ ռեպորտաժ եմ կազմակերպել անմիջականորեն ավտոշոուից։ Կմտնենք ներս, կտեսնենք ինչ մեքենաներ կան, ինչ նորություններ կան, բավական հետաքրքիր է լինելու։ Խնդրեմ ձեզ բաժանորդագրվել, ակտիվ լինել, լայքել ու կոմենտել ու միանալ իմ TikTok-ին։ Գնացինք։ Լիստը եմի տաղավարն է, ոնց հասկացա հովանավորողն է այս ավտոշոուի։ Իրենց բադիկով Energy Car-ի տաղավարն է Ժողջան, ու մարդիկ բավական լուրջ են մոտեցել հարցին, բավական կրեատիվ։ Խնդրեմ տեսեք ինչ գեղեցիկ տաղավարի վրա է տեղադրված այս գժական լեոպարդը։ Ինչի ռևյուն իմ ալիքում շուտով կլինի։ Երկու պատվեր ունեմ, հեսա որ հասնի հոկտեմբերի վերջ կանեմ անպայման։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք, դուք ոնց եք։ Ինչպես է ձեր տրամադրությունը։ Ինչ կտա։ Գնում է YouTube-ը։ Հա։ Նորմալ է անցնում, սենց, հանգիստ։ Ինչ կպատմեք ձեր մեքենաներից։ Մենք ներկայացնում ենք Leopard 3 մեքենան, հրաշալի off-road երիտասարդական մեքենա։ Նաև 5 ունենք 5-ի վրա ակցիա, 8-ի վրա ակցիա, Leopard 5-ի, 8-ի էլի off-road շատ հզոր մեքենաներ են։ Մոտեցեք եւ ձեռք բերեք անտիր պայմաններով։ Միացված վիճակում բավական գեղեցիկ է, տեսեք լուսավորությունը հետևից։ Իրենց լոգոն լավ սիրուն լուսավորվում է։ Խնդրեմ, մեր լեոպարդն է։ Մուկ սրահով։ Շատ օրիգինալ լուծումներով։ Ղեկը գժական է։ Մեծ մոնիտոր։ Հետևի հատվածն է։ Բավական տեղ կա, մարդիկ ասում են քիչ է տեղը, բայց ես կարծում եմ նորմալ է։ Սառնարանը։ Մի խոսքով ավտոներից հենց գան մանրամասն ռևյուն Ժողովրդի գժական ավտոյի մասին, ազնիվ արդարանաչար, անպայման կլինի։ Առաջին տեսքից լավ է, բայց դե մի հատ պետք է խորը ուսումնասիրել, դե գիտեք, առանց մինուս ավտո չի լինի։ Այստեղ ինքը ֆանարիկ ունի։ Ողջույն։ Լավ, մերսի։ Սա մեր ավատարի տաղավարն է, Ողջան, գժական դիզայնով, շատ եմ ես ավտոների դիզայնը հավանում, ավատար 07, ավատար 12, ավատար 11, Մոնես այս ավատարների դիզայնը իրոք շատ լավն է, ոչ մի բանին չնմանվող, ինքնատիպ, միանգամից առանձնանում է ընդհանուր մեքենաների պատոկից։ Անվա հետերն են, բավական գեղեցիկ օրիգինալ, առաջ անգամ տանում սենց անվա հետեր ավատարի մոտ։ Կողային հայների փոխարեն, ինչպես դե գիտեք, ստեղ մորարական կամերաներ են։ Ստեղ ինքը դիսպլեյ ունի կողքից։ Այսի լրիվ ապագայի մեքենա է անի խոսքով։ Հետևից էլ բավական գեղեցիկ է։ Դիզայնը տոպից տոպ բոմբ մի ուրիշ տիպի լավն է։ Խնդրեմ տեսեք ներսը։ Ավատարի մեջ էլի առաջին անգամ եմ։ Ու սրահը ուղղակի գերազանց է։ Այս ղեկի կատարումը, ճիշտ ասած առաջ անգամ եմ այս ղեկը բռնում ու մի տեսակ անսովոր է, բայց կարծում եմ
Սովորելու վրա է ու շատ ավելի հարմար կլինի։ Բայց կատարումը գերազանց է։ Կամերաները բարձր որակի, այս պահը չասեմ, այսինքն մի ուրիշ տիպի գերազանց լուծում է, գերազանց որոշում է։ Կողային հայլիները, ինչպես տեսնում եք, այստեղ են արտացոլվում։ Նստատեղերը էլի բավական որակով են, բայց եթե անկեղծ չեմ կարող ասեմ, որ BYD-ից լավն է։ BYD Songeli նստատեղը կարծում եմ կամ նույնիսկ Silver GT նստատեղը կարծում եմ ավելի լավն է, քան թե սա ինչ որ կոպտոտ, կոշտոտ տպավորություն թողած իմ վրա, ճիշտ ասած, ու չեմ կարող ասեմ, որ կատարյալ է։ Բայց դիզայնով շատ գեղեցիկ է, ֆուտուրիստական է, բայց մատերիալի որակը հաստատ զիջում է BYD-ի։ Մեզ անլար լիցքավորումն է, էլի շատ գեղեցիկ արված։ Ու հետևը մեզ մոտ էլի կամերա է։ Այս պանորամային տանիքն է, բավական ֆուտուրիստական, օրիգինալ ձևով արված։ Բաժանված է երկու հատվածի, դիմացի հատվածն է ու հետևի հատվածն է, իրանց գեղեցիկ լոգոն է։ Հետևի հատվածը էլի բավական հարմար է ու լիքը տեղ կա, լիքը տեղ ունենք։ Ու ոնց որ թե ճիշտ ասած, այս մեջտեղի հատվածը շատ ավելի լավ է կատարումը մատերիալի, քան թե մեր մեջ ասած։ Պաբլոկոտնիկն է գժական, այստեղ էլ է բացվում, այստեղից կարող ենք ղեկավարենք ինչ ուզենք, շատ հարմար է, գժական պաբլոկոտնիկ է։ Ու ինչպես կրայեցիք, հետևը մենք առհասարակ ապակի չունենք, միայն կամերայով կարող ենք հետևի հատվածը տեսնել։ Դինամիկները, կատարումը ստեղ շատ լավն է։ Կարմանչիկ ունենք այսպիսի։ Ստեղ նիշա ունենք։ Avatar 11-ն է։ Նայած հետևի պատլակոտնիկը իհարկե զիջում է իր կատարմամբ Avatar 12-ին։ Շատ պարզ հասարակ։ Ինչ է։ Ինչ է։ Չեն անհասկանալի լուծում է։ Այս մասն է օրիգինալ արված։ Բավական գեղեցիկ։ Հետևից ունի ակտիվնի սպոյլեր այս մեքենան։ Հեսա տեղափոխվենք վարորդի նստատեղ։ Կողային ապակիները շատ գեղեցիկ են, օրավոճ են, սպորտային են, յուրահատուկ են։ Տեսադաշտը բավական լայն է։ Բռնակը բավական լավն է։ Ահա տեսեք ինչ գեղեցիկ է։ Հենց Avatar կինոյից ոգեշնչված, հենց անունն էլ այդ Avatar կինոյից է կարծում եմ։ Ու ինտերիերն էլ այս լրիվ Ava վիճակա։ Վարորդի դիսպլեյը ահա տեսեք ինչ մեծ։ Բայց դե կատարումը իհարկե զիջում է Avatar 12-ին։ 12-ի մոտ լրիվ ուրիշ էֆեկտ էր։ Ու ղեկն էլ բավական ֆուտուրիստական է, ու մի քիչ ավելի ստանդարտի մեջ է, Avatar 12-ի պես տենց ճզմված չի։ Ու էլի բավական հարմար, իրանց լոգոն է։ Էկրանն է բավական որակյալ, չգիտեմ ինչքան այրվում, բայց սվետապեյզաչան շատ լավն է։ Բժական էկրան։ Հա, ոնց որ թե նստատեղերի կատարմամբ պես մեկը ավելի լավ տպավորություն է թողում, քան Avatar 12-ում։
Ուպս։ Ինչ Ինչ հասկացա ինչա, բայց պատմակոտնիկ չի։ Ասի չգիտեմ ինչա։ Ինչա որ ինչ արդենք։ Ներող։ Կեսի բաժակների համար տեղն է։ Ես չհասկացա, բայց ես պատմակոտնիկ չունի ես ավատորը չեմ ջոկում։ Ես ո՞նց է բացվում ես հոդվածը։ Սենց հաստատ չի բացվում, ջարդում ենք։ Հարցական մնաց, ես պատմակոտնիկը ոնց է բացվում ավատորի մոտ։ Տեսեք ինչպես ինչ կատարում ունի։ Այստեղ հայլի ուրա, ժողովուրդ ջան, ավատար ջան, այստեղ հայլի պետք է լինի, հա։ Ես շամ գտնում, թե չկա հասարակ։ Ասես չկա ժողովուրդ ջան, այստեղ հայլի։ Ուղղակի կազիրո կա, արևից պաշտպանվելու համար։ Ժողովուրդ ջան, ես մի քանի վայրկյան ուզում դուրս գամ ու չեմ կարող անկեղծ ասած։ Ուր աստեղ դուրվածելու բռնակը կնովքեն։ Մեխանիկականով բացեցին, բայց իր զավացքոյը էսի է, լավ, գցա, էսա, սխնում ենք, դուրը բացվում է։ X-Bank-ի տաղավարն է, ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք, խնդրեմ իրանց լոգոն, X-Bank G9, X-Bank G6, էլի գժական էլեկտրոմոբիլներ են, հեսա տեսնենք, մենք կարանք նստենք այս X-Bank-ի մեջ թե չէ, ես որ շատ կուզեի, ոչ մի անգամ դեռ նստած չկամ, կարանք ներս նստենք, պաստորեն կարանք, ուրա, անվահեցերի դիզայնն է գժական, շատ եմ հավանում ես X-Bank-ի ստիլը, էլի ոնց գիտեք Porsche-ի նախկին դիզայներն է, էլի շշել է, մի ուրիշ տիպի 10x10 դիզայնը, Porsche-ից մի բանով գեղեցիկ այն գնահատմամբ, նու ինքը մի քիչ մինիմալիստական ստիլի մեջ է այս X-Bank-ը, ժողովուրդ ջան, այդ պետք է ընդունեք, Tesla-յոտ է, էլի տենց դիպալոտ Tesla-յոտ է, ֆիզիկական կոճակներ դե չկան, ղեկը բավական լավն է, բավական հարմար է, պրոստը լուսավորությունը ստեմ մի քիչ այդքանը լավը չի, դες լավ չի երևում երևի, մատերիալները շատ լավն են, գերազանց են ուղղակի, ես ունենք նորմալ, բավական խորը, պատլակոտնիկ, այս լրիվ ուրիշ որակ է, հա, այսի միանշանակորեն ժողովուրդ ջան, այս որակը հաստատ ավելի լավն է, քան ավատարի մոտ, ասենց տակտիլնի աշուշենյանների հիման վրա, միանշանակորեն այս նստատեղը տոպից տոպն է, BYD-ին ոչ մի բան չզղջող, շատ լավն է, բարդաչոք ոնց որ թե չունենք, կամ ես չեմ գտնում, չէ, աչքից չկա, էլի Toyota ստիլ է, բարդաչոք չկա, այսի ինչ-որ փեդի լուծում է, այս մի քիչ ճիշտ ասած չորոտ մատերիալ է ու soft touch չի, կարող ավելի փափուկ լիներ, հարգարժան X-Bank, ոնց որ ստեղ է, դինամիկն է, գեղեցիկ ինտեգրված, տարպեդոյի մեջ, այս առաստաղի մատերիալը բավական որակով է, բավականին, ալկանտարա է ոնց որ թե, շատ լավն է, այսի 10x10, էլի հետևը կամերա է, մի խոսքով մինիմալիզմը սիրող, դասական մինիմալիզմ, այդ իրանց համար է, այդ մարդկանց համար է, ես որ ես մինիմալիզմը մի տեսակ չեմ հավանում, դուր բացել է, այս ավտոյի մոտ ստեղ է, հա որ դուրը բացում ենք նստատեղը հետ է գնում, լրիվ պրեմիում վիճակ, X-Bank J9-ն է, ժողովուրդ ջան, իրանց ֆլագմանը, ամենամեծ, ամենագնացն է իրանց, էլի բավական գեղեցիկ, դույնն է շատ լավը, մատվի կանանչավուն, շատ եմ հավանում, դուրը բավական ծանր է, մարդավարի դուրը, կատարումը շատ ավելի որակով է ու լավն է, քան G6-ի մոտ, դե էսի արդեն լրիվ իրանց պրեմիում ֆլագմանն է, թանկանոց, կարծեմ $45,000 կարծեմ իմ մոտ Գյումրիում պատվերի դեպքում, հա, կարծեմ 45-ը։ Ну, ճիշտ ասած, այս հատվածը մի տեսակ չհավանեցի, ինչ որ չոր մատերիալ է։ Հա, էսի շատ լավ է, էսի շատ լավ է, դինամիկն է,
Էլի ստանդարտ իրենց ղեկն է, իրենց ստիլով, որտեղից ուզում կարում բռնում ես, շատ հարմար է։ Դինամիկներն են, գեղեցիկ դուրս են գալիս, երբ որ երաժշտությունը հնչում։ Ու այս տորպեդոյի մատերիալը էլի մեր մեջ ասած մի տեսակ լավը չի, եթե անկեղծ ինչ որ էլի միջին վիճակ չգիտեմ, էսի չհավանեցի։ Կարող ավելի որակով լիներ, արգաժան X-Bank։ Նա այսի լրիվ ուրիշ պատմություն է, այս sense soft touch փափուկ մատերիալ, ասենք խի ստեղ չկա, խի այնտեղ չկա, մեծ հարցական։ Այս պատլակոտնիկի մատերիալը շատ լավն է։ Ու էս էլ ոնց հասկացա այստեղից է բացվում։ Հա։ Հա, ու տեսեք հոտերն է ներսում դրվում։ Գժական լյուքսային պատլակոտնիկ է։ Ու ոնց հասկացա, հա, երկու կողմից բացվում է ինքը, համ sense, գերազանց է։ Նստատեղերը շատ լավն են էլի, շատ, երևի ավելի լավ, քան X-Bank G6-ի մեջ, լրիվ premium class, արդեն ստեղ կան բարձիկներ, փափուկ, լիսյանի պես, գժական է, ու իրոք որ ես նստում ես, ժողջան շատ հարմար է, բացվետկան է, բավական գեղեցիկ է, ու պատլակ ստեղ թղթերի համար բարդաչոք ես մեքենան ունի, բայց X-Bank G6-ը ոնց որ թե չուներ կամ ես չգտա, դա արդեն վստահ չեմ։ Նստեղ ունենք երկու մոնիտոր արդեն, ինչպես տեսնում եք, գժական երկու հատ մեծ մոնիտոր է։ Հա, այստեղ դուր բացելը ավանդական ստանդարտ նորմալ ձևով է, ոչ մի կնոպկա չկա, բոլորին ծանոթ ռուչկան է։ Հետևի նստատեղերն են։ Մեր մեջ ասած տեղը այդքան էլ շատ չի, ընդհանրապես մի ռունսկ, ու հիմա նստատեղը հետ է եկե իհարկե, եթե ստեղ նստենք, ստեղը վարդն վատ չի, բայց լենու բոլ չի, ֆուտբոլի դաշ չի համենայն դեպս, պատլակոտնիկը, բավական էլի լավն է, բայց պատսականիքներ ոնց հասկացա, հա, պատսականիքները ստեղ են, հա, լավ, բավական օրիգինալ լուծում է, այստեղ լրիվ թանկանոց զամշատիպ մատերիալ է, շատ հավանեցի, բավական լավն է պատլակոտնիկը, բայց մի տեսակ թեթև ճոճ ունի, ժողջան, ունես տպավորությունը, որ եթե մի քիչ ուժեղ սխմենք, կարող է ջարդվի, այս տակից ինչ-որ, չգիտեմ, այս կատարումը մի քիչ վստահություն չի ներշնչում, բայց որակով է գեղեցիկ է։ Հա, այստեղից էլ տեսեք ինչպիսի գեղեցիկ մետաղեր ունի X-Bank G9-ը։ Ու պանորամային գժական տանիք, Toyota-ին չզիջող, էլի բավական մեծ, էլի wow էֆեկտով։ Այս պանորաման շատ հավանեցի մի կտորից, թե չէ ավատարի մոտ մի տեսակ տենց երկու կտորանի պանորաման մի տեսակ wow էֆեկտ չի տալիս, բայց այս մեկը հաստատ տալիս է Toyota-ի պես։ Միանշանակ շատ գեղեցիկ է։ Բայց ոնց հասկանում եմ, շտորկա չունի, ու դեռ հարցը արևից ոնց է պաշտպանված այս պանորաման, այդ մեկը չեմ կարող ասեմ։ Այստեղ դինամիկն է մեծ։ Մենակ այս կատարումում, այս կատարումը խնդրալուց եմ համարում, ինչ-որ շատ դիշմանսկի մատերիալ է, ինչ-որ պլաստմասա է, կարելի ասել այս պահը։ Այն պահն է, որ որտեղ մենք ձեռքը դնում ենք, դիպչում ենք, կարող շատ ավելի լավը լիներ, ոնց որ օրինակ ստեղ է, արգաժան X-Bank, AC մինուս միանշանակ։ Ասենք, ես ինչ է, պլաստմասա։ Premium class-ի $45,000-ից ավտո է ասենք, այս պլաստմասը իրավունք չունի լինելու։ Ինչ-որ չոտկի պլաստմասա ժող։ Հա, ես չի սպասում, որ սենց վատը կարող լինի այս հատվածը։ Մենակ այս հատվածը։ Էսի գժականը, ու ստեղ էլ կարար փափուկ մատերիալով լիներ, որովհետև սա պրեմիում է։ Մի խոսքով ավտո չկա, որ մինուս չունի։ Չանանի տաղավարն է, ժողջան, ասա տեսնենք ստեղ ինչ կա, էլի բավական ընտրության, մեծ ընտրություն կա մեքենաների, այս մեքենան ճիշտ ասած առաջի անգամ եմ տեսնում, հանթր կահիցում, էսի դաժե չգիտեմ ես ինչ է, գաղափարշում ես մեքենայից ճիշտ ասած, պիկապ է ինքը, զիպալ է սինը,
Անուն հանած Լիսյանին ոչնչացնող մի հատ առանձին ռոլիկ եմ անելու այս դիպալի մասին անպայման էլեկտրական պարոգներով է ժողջան, ինչպես տենում եք բավական հարմար է դիպալեսինն է ժողջան մատերիալների կատարումը շատ լավն է ստեղ փափուկ soft touch մատերիալ, ստեղ soft touch մատերիալ, ստեղ փայտին հիշացնող էլի որակյալ կատարում, պլաստմաս չի էլի, ասենք, բանի պես, Xpeng Genie պես։ Մենակ այս ներսնա, որ էլի դուբովի պլաստիկ է։ Այս սառնարանը, ժողջան, ուրեմն սենց շարժվում է մինչև վերջ, հետո հետ է գալիս, եթե ձեզ պետք է, մի հատ գժական ինովացիոն լուծում է։ Խնդրեմ տեսեք։ Սենց բան մենակ դիպալ է սպայն ունի, լիսյանը չունի, սենց գնացող, գալացող սառնարան ողջ ավտոյի երկայնքով, այսինքն հետևի նստողները կարող են սառնարանից օգտվել։ Գժական է։ Պատստականնիկները համստեղ է երկու հատ, ժողջան, համստեղ է երկու հատ, էլի բավական օրիգինալ լուծում է։ Նստատեղը էլի շատ լավն են, գժական են, Xpeng-ին չզիջող ոչ մի բանով, S07-ից ավելի լավն են, միանշանակ տոպից տոպ, էլի փափուկ հարմարավետ, բայց ոնց որ թե բակավոյ պաջորշկեն այդքանը լավ չի գրկում, ճիշտ ասած, միջին ինչ-որ, միջին բան է, սա, բայց որակն ու կատարումը գժական է, ուստեղ պատգալովնիկի մեջ է դինամիկա կարծում եմ։ Բարդաչոկ ունենք, էլի բավական մեծ, ու մեջը բան չի, դուբովի պլաստիկ չի, այլ զամշա, շատ soft touch, այս պահը գնահատեցի։ Սրանք են գժական այս վեզող զաբորնիկները, դիզայնը շատ լավն է։ Այս մատերիալը էլի soft touch, բավական լավն է։ Մի քիչ կոպտոտ է, բայց լավն է։ Կարող ավելի փափուկ է չնայած։ Այս պատլակոտնիկի մատերիալն է, ճիշտ ասած, Xpeng-ի մոտ ավելի լավ էր արված։ Ես մի քիչ շորոտ է։ Այս կատարումն է բավական soft touch լավը, թե արտակնապես, թե դիպչողական հատկություններով։ Այսի զամշա, ամեն ինչ լավ աստ է մի խոսքով։ Ստեղ ունենք նիշա, բայց այդքանը մեծ չի, մեր մեջ ասած։ Ջիլի ջեմի մոտ մի երկու անգամ ավելի մեծ է։ Միջին վիճակ։ Դուրը բացվում է ավանդական ձևով, ու այս բռնակը բավական լավ մատերիալ է, ալյումինիա, դիպչողական լավ հատկություններով։ Այս վիժայիշի պարոգը շատ լավ են մտածում արդիկ, շատ հավանեցի։ Հետևի նստատեղերն է, ու չեմ կարող ասեմ, որ լիքը տեղ կա, բավական տեղը քիչ է։ Չանց ընդել բավական առաջ է տված նստատեղը, բավական հետ է տված, բայց որ առաջ տանք մեկը տեղը եսի միշտ չի, ես ոստե կանանք նստենք, շորջան։ Նորմալ է, հա, բաց չի, լավ, նորմալ է։ 3 շարքանի ավտոյի համար լրիվ նորմալ է։ Հեսա կտեղափոխվենք հետ, այսի մեր սառնարանի ռելսերն է, որով նա տեղաշարժում է մինչև վերջ։ Շատ լավ են մտածել մարդիկ, այսի դիսպլեյ է կարծում եմ։ Հա, այսի ստոլիկ է, զոց։ Սենց բան ոնց որ թե, հա, Xpeng-ը չուներ։ Այսի մի հատ մեծ պլյուս, դիպալ լենս, բավական որակով արած։ Ինձ հետաքրքիրը, հետևը, հեսա որ տեղափոխվենք, հետևը պատլակոտնիկ չկա, մենակ երկու նստատեղ է, բայց բավական լեն է, ժողջան, նեղվածք չի, չեմ կարող ասեմ երեխեքի համար է միայն, ստեղ մեծ մարդն էլ բավական հանգիստ, կամֆորտ, ույուտ կտեղավորվի, հետևի կատարումը շատ լավ է, հանգիստ երկու մեծ մարդ կնստի, միանշանակ, իհարկե մինչև 1.80 էլի, հա, 1.75 ոչ շալ բոյով։ Էլի ստեղ ունենք
կառավարման կոճակներ, տաքացում, հովացում, նստատեղի ծալում, դիմացի կարծում եմ, էսի երևի, էսի չգիտեմ ինչն է ճիշտ ասած։ Ջրի համար շատ նեղ է, կարող է շփուճու բաժակի համար է։ Այս չհասկացա ինչի համար է, երևի հեռախոս դնելու։ Ինչ-որ sense նիշա է։ Ну, այս մատերիալը արդեն էսի արդեն տնտեսել եմ կոնկրետ ստա։ Միանշանակ էսի արդեն դուբովի պլաստիկ է։ Արդեն բոլորին քաչ հայտնի այս 7-ն է, Ժողջան։ Դες ավտոյի մասին մանրամասն ռևյու ունեմ, այս լրիվ անիմաստ է հիմա ներս մտնելը։ Մանրամասն ուսումնասիրենք։ Շատ լավ մեքենա է ու հիմա իդեպ ռեստայլն է թողարկել արդեն, թողգործարան թողարկում, արդեն կարող եք ռեստայլը պատվիրել ադապտիվ կախոցով, գժական էլեկտրոմոբիլ է ու ուլտրա կոմպլեկտացիան սախ դոպերով 30,000 է նստում ձեր վրա մինչև Գյումրի։ Ասել Arc Fox-ն է։ Այս մեքենան այնպես ծանոթ չեմ ճիշտ ասած, ինչ որ տենց ես ինչ համակրանք էլ չունեմ։ Տեսակ էմոցիաներ իմ մոտ չի առաջացնում այս Arc Fox-ը, թե արտակնապես, թե դիզայնով, ինտերիերի, էքստերիերի ու ինտերիերի։ Սկուալան ոնց որ թե շատ ավելի վերակրկին մեքենա է։ Խնդրեմ, ինչ է, ինչ է, բաբուշկինը տկայր, ինչ շորից սալոնա, ուժս, ծիխի ուժս, ես ինչ էր, ու նստատեղերը լավն են, վատը չեն, բայց էսի լրիվ 90-ականների շոր է։ Ну, վեկն է, բավական օրիգինալ է, իրանց Arc Fox լոգոյով։ Նստեղ է ինչ-որ շատ պարս, պլասմաս, երևի էսի բյուջետային մեքենա է, ես ոնց զգում եմ, հա, էսի լրիվ բյուջետ է։ Ստեղ էլ անունյոց շորը, soft touch չի ընդհանրապես, ինչ-որ վանողական, դիպչողական հատկություններ է պարգևում, ոչ լավ։ Այնու էսի միջին, չէ, էսի ասած վատ է, մի խոսքով չգիտեմ, սպիտակ էկրանն է մի տեսակ ոնց որ թե 2000-ականներից լինի։ Մի խոսքով երևի բյուջետային մեքենա է, չեմ ուզում որ քլնգեմ գինը չիմանալով, բայց մատերիալների կատարումը միջինից ցածր։ Լրիվ բան է, Սիլային 05, ասենց ասեմ։ Չափման միավոր է մեր մոտ։ Դառը Սիլայինը, էսի լրիվ Սիլային 05 է, բայց նստատեղերը ավելի լավն են, քան Սիլայինի մոտ, դա հաստատ, ինչ անկեղծ դա անկեղծ։ Նստատեղերը շատ հավանեցի լավն են, բայց մնացած պահերը մի տեսակ խնդրահարություն, չգիտեմ։ Ինչ է։ 80-ականների պլաստմաս ոնց որ դառնում, չգիտեմ, ինչ որ խնդրահարույց է։ Հետևը ասենց ծալվում է, դեռան խցիկը ոնց հասկացա, այդքան էլ մեծ չի, եթե ծալված են հետևի նստատեղերը։ Բայց պանորամա ունի, բավական լավ, բավական մեծ։ Երևի բյուջետային մեքենա է, գինը չգիտեմ ճիշտ ասած։ Եթե բյուջետային չի, որտեղ էս ղեկնել ասենք, էսի պլաստիկոտ ինչ որ, դաժե կոժզամ չի, էլի փափուկ կաշի չի, էսի պլաստիկ է։ Ասենք էսի չգիտեմ Ժողջան, դուք որոշեք, դուք ասեք, երևի բյուջետային մեքենա է։ Arc Fox-ի ավելի թանկանոց կոմպլեկտացիան ուսումնասիրենք, նո հաստատ արդեն ամեն ինչ լավ է։ Այստեղ է բավական օրիգինալ լուծում։ Պաստականիկները այստեղ են տեղադրված։ Պոդլակոտնիկը այլ բավական խորն է։ Բավական օրիգինալ դիզայն է, գեղեցիկ է, անսովոր է։ Այստեղ էլ անլա լիցքավորումը այստեղ է։ Ավարենքերը այստեղ են։ Ու այնտեղ բավական խորը նիշա ունենք, երկրորդ հարկ, կարելի ասել։ Արդեն վատ չի, տորպեդոյի կատարումը, բայց էսի դուբովի պլաստիկ է, չգիտեմ խեն սենց որոշել։ Էսի արդեն թանկանոց է явնի այս ավտոն, բայց էսի դուբովի պլաստիկ է, ստե պրոյեկցիա ունենք։ Ստեղ էլի դիպալի պես առաջի սերունդ կատարումը էլի շատ 90-ականների մոտ Toyota-ների կատարում է։ Հա, էսի լավն է, այս էլ է բավական լավը։ Ալյումինե ինչ որ լավ դիպչողական հատկություններով, այս էլ է լավը, բայց էսի չէ։
Ну, ղեկը մի տեսակ ինչ որ sense չգիտեմ, կարող է սուբյեկտիվ է, բայց հիմա ինչ որ թեթև չեմ քշում այս ավտոն, բայց sense առաջի հայացքից ինչ որ թեթև ղեկ է։ Ու տենց միջին ինչ որ կատարում եմ, ճիշտ ասած, չեմ կարող ասեմ, որ ինչ որ wow էֆեկտ բարձր որակ չէ։ Միջին որակի ղեկ է, բայց էլի հարմար է, որտեղից ուզում բռնում ես։ Բայց էլի այստեղ ռոյալն է լակ, խազվող այս պահերը ու ընդհանրապես մի հատ ջոյստիկը, ոչ կնոպկաներ, հա, չէ, կնոպկաներ կան, կներեք։ Կնոպկաներ կան, բայց խազվող ռոյալն է լակ է։ Բավական մեծ էլի վարդաչոք ունենք։ Ոսկե վատ չի, առաստաղի մատերիալը միջին։ Միջին բյուջեի ավտո է այսի հաստատ։ Նստատեղերը բավական լավն են էլի։ Toyota BYD-ին հավասար, ну Toyota 7 կարելի ասել։ Ու այս բակավի պատճառը ոնց որ թե նորմալ գրկում է։ Ու դուր բացելը էլի այս կնոպկայով է, որ դուրը բացում ենք, այս հատեղը հետ է գնում, ներքև է իջնում, էլի բավական ույուտ ու կոմֆորտ է ստեղծում, այս դուրս եկավ այս պահը։ Էլի հետևը բավական լիքը տեղ կա, կարելի ասել լեն ու բոլ։ Այժմ ֆիզիկական կոճակներ, ինչպես տեսակ էլի չկա, էլի Tesla ու Xpeng style-ը։ Ու էլի պանորաման էլի բավական լավն է, բայց այդքան էլ մեծ չի, Toyota-ի մոտ ավելի մեծ է, BZ3X-ի մոտ։ Բեռնախցիկը սենց է բացվում, ու բավական տարողունակ է, երևի 500 լիտր կլինի, կարծիքով կամ 488, մինչև 500։ Աստե բավական լավ նիշան ունենք, տարբեր բաներ դնելու համար։ Ու վատ չի։ Իմ կողմից այսքան գովաբանված Geely Geomին է, Ժողջան, դե մանրամասն ռևյու մի մալիքում կա, խնդրեմ կարող եք ծանոթանալ, գժական էլեկտրոմոբիլ է, շատ լավն է, իր գնի համար գին որակով հաղթում է բոլորին, ու այդ պատճառով որ Չինաստանում առաջի տեղում է, արդեն ինչքան ամիս է, ինքը առաջի տեղում է, ստաբիլ Tesla-ին գահանքեց է արել, ու բոլոր չինացիները այս մեքենայից են առնում, որովհետև իրոք շատ լավն է։ Այս կանաչ գույնն էլ շատ գեղեցիկ գույն է։ Խոսքով այս մեքենային քաչ ծանոթ եք, մանրամասն ռևյուն արել եմ, շատ լավ մեքենա է, հատկապես կանանց ու աղջիկների համար ուղղակի իդեալական է։ Այս площадь с полезным пространством, ոնց որ այս ավտոն ունի, ուրիշ ոչ մեկ չունի Ժողջան։ Ուղղակի ֆուտբոլի դաշտ է, եթե հաշվի առնենք իր կոմպակտ չափերը։ Էլ չասեմ են գժական տոպից տոպ բարդաչոկի մասին սովորեք ժողովուրդ ջան, ոնց պետք է բարդաչոկը լինի առհասարակ։ Այսպես պետք է լինի։ Մեջը ինչ ուզենաս դնես։ Գժական է։ Այս մեքենան ճիշտ ասած, հա, էսի չանան A7-ն է։ Ինքը կարծեմ հիբրիդ է։ Բավական գեղեցիկ է, ճիշտ ասած։ Անվահեցերը շատ գեղեցիկ են, լրիվ պրեմիում կլաս, բայց ինքը բյուջետային մեքենա է կարծում եմ։ Էսի արդեն հենց չանան է, ոչ թե ձիպալն է, այլ հենց իրանց բրենդի լոգոյով սեդան է, ու բավական գեղեցիկ է, կասեմ ես ձեզ, շատ հավանեցի արտաքին տեսքը։ Տիայի պես էլի ալյումին, տեղին, չնայած ստեղ ռոյալնի լակ է, ոնց որ թե պլյուս մինուս։ Հագա մեքենան, այդ սենց որ նայում ենք, բավական օրիգինալ գեղեցիկ լուծումներ են։ Ժողջան, խնդրեմ, տեսեք Moskvich 407 նոստալգիան հենց ձեր աչքի առաջ է։ 1962 թվականի արտադրության մի տեսակ հակասական գացումներ ունեմ, ասենք գժական էլեկտրոմոբիլներ 25 թվի ու
62 թվականի Moskvich, բավական օրիգինալ են մարդիկ մտածել։ Այս մեքենանը ցուցադրելով այս ավտոշոուում այսօրվա գժական ապրեն կազմակերպողները։ Ահա տեսեք Nissan-ը ոնց որ թե չէ կներեք Nissan չի Opel-ը Opel-ի վարողներ ջան մի հատ լայք եք այս վիդեոն Ես որ թվի ատենոս վերջն է GT Opel GT առաջարկա եմ տերում Այս բաց հա դուրը Դու տեսեք հլը հայրիների տիպի են ժող ջան Վերջն է Ոնց որ կանացի կասմետիկա լինի Չէ, ֆագը Գժական է Երիվ նոստալգիկ վիճակներ Իրոք շատ անսովոր է այս հին ու նոր մեքենաները մի վայրում տեսնել Ժողովուրդ ջան, ուրեմն մեր Leopard 3-ի մեծ եղբայրներն են խնդրեմ Leopard 3-ն է Ողջույն ու Leopard 8-ը ու Leopard 5-ը Գժական մեքենաներ են, ուղղակի իրանք արդեն զուգահեռ հիբրիդներ են ու ցավոք սրտի զուգահեռ հիբրիդների մաքսազերծումը մեր երկրում 50% է ու իր վերջնական արժեքը շատ թանկ է ստացվում, դրա համար մեր Երևանյան փողոցներում հատիկով են այս մեքենաները հանդիպում, բայց գժական մեքենաներ են, Toyota Land Cruiser-ից հաստատ լավ է, հենց ինքը հենց ամենագնացը, Palnaramni թույն ջիպը ամենագնաց, խնդրեմ Leopard 5-ը ընդամենը 4.8 վայրկյանում 0-ից 100 Լեռնախցիկը այդքան էլ մեծ չի, միջին չափ Էլի Leopard 3-ի նույն կատարումն է Սառնարան Էլի բավական որակով են սոտևերը Ստայից կարանք բռնենք Եսի հետև քաշողն է ժող ջան Մանրամասն ռևյուն հենց ավտոս հասնի անպայման կանեմ Մաքսիմում մի ամսից պատրաստ կլինի, եթե ոչ ավելի շուտ Բայց դա արդեն մի հատ մեծ մինուս եմ տնում այս ավտոյի մոտ, ասենք Ռայալնի լակ հենց դեմը Ասենք հարգարժան Ֆանչենբաու ջան, լյուքսային, բրենդային BYD բրենդ, ասենք ինչ է Ասենք հենց դեմն է էսի, խազ, քար, մար, ինչ ասես, ասենք էսի պետք է փագել ժող ջան, էսի այդ ինչ ասես չի լինելու, մի տարի անց Ասենք այսպես գժական մատերի մատերիալ, ասենք արել եք ստեղ, էլի, ասենք խի աստեղ ռայալնի լակ, մեծ հարցական, էսի արդեն չդզեց Ասենք մատնահետքա, որ վրան արդեն հավաքված է Ասենք խազ, մատնահետք ինչ ասես